Հակոբյան Գեղամկոլայի պայեստազորի ավակ լեյտենանտ։ Մենք հայկական բանակի ստացել բոլոր տղաները, որ կայնած են, հայկական բանակի հիմնադիրն են, հատուկնդի հին էլի։ Արտուր Միսակյան թորգոմին որ կա, հայկական բանակի առաջի զինվորներ։ Ձեռնակ էր էլի մականունը, որտեղ առաջի պրիզիվներ հայկական բանակում, որոնք որ զորակոչվում մեր մոտ հատուկունդ։ 90 թվականին հատուկունդը ստեղծվեց։ Ընդդեմ ունեցանք մենք քանի ահագին պրիզիվներ ունեցանք մինչև մայրաքաղաքային գունդ, Ստալինշնին պոլկը էլի։ Արտուրը որպես առաջի պրիզիվի զինվորներից մասնակցեց Լաչինի մարտական բոլոր գործողություններին 92 թվի։ Դրանից հետո 44 օր բանավոր եղավ 20 թվի Քալբաջարում հոկտեմբերի 2-ին զոհ վստահաների հետ էլի 13 հոգի զոհ տվենք մենք։ Այսինքն 3 պատերազմին էլ մասնակցեց։ Տարիքով մեր մեջի ջահելներ հավերժ փառք բոլոր զոհվածներին չենք իրավասու չենք տարանջատելու, բայց տարիքայինելով 20 թիվը մեզի ջարդեց։ Թե մեր ազգի ողնաշարը եւ թե մեզ բիզեկիս։ Քանի որ մեր բիզեկը 3 պատերազմ անցանք, մենք մնացինք կենթանի, բայց մեր ջահելները զոհվան։ Դա էր ցավը։ Հոկտեմբերի 2-ի Քալբաջարում զոհվեց Միսակյան Արտուրը, Գրիգորյան Գագիկը, Լեռնիկը, 13 հոգի մեր տղաների զոհ տվենք։ Չաշված մնացած հատվածներում որ զոհվան, էլի մեր հին տղաներն էին, հատուկնդի հիմնադիրներից էին հիմնականը, որ զոհվան էլի։ Ինչ ստեղծվել է Եռաբլուրը 90 թվից Միջև առասեր, ովքեր որ կենթանի ենք մնացել, միշտ էլ այցելել ենք թե տարվա վերջ, թե տարվա սկիզբը, կապ չունի տոնական օրեր են, թե ինչ են, բայց տարվա վերջը պարտադիր մենք ներկայանում ենք։ Բոլոր մարտական ընկերներով, ովքեր որ կենթանի են, ճիշտ է, վիրավորներ էլ կան, կիսամարդ էլ կան, դե գալիս ենք։ Այդ որպես հիմնադիրներից ասացիք հատուկ է քունդը ստեղծվել է եւ պատերազմների թողարկումն անցած։ Ինչ է կարծում, ինչ է պետք է հնարավոր է արդյոք վերականգնել այն ամեն ինչ որ եղել է ժամանակ։ Գիտեք ոնց է, հիմա հնարավոր է։ Ամեն ինչ հնարավոր է։ Եթե ճիշտ իրար գան։ Եթե մարդը, ասենք տղամարդը իրեն համարվում է տղամարդ եւ կապ չունի ընտանիքի գլխավորն է, թե երկրի գլխավորը։ Նա պարտավոր է հոգա ամեն ինչի մասին։ Ոչ թե ասենք մենակ խոսա, այլ ապացի գործերով։ Դա է հարցը։ Կապ չունի ով ուզում է սեղի։ Եթե դու գործով չապացուցես որպես ղեկավար անձ, ուրեմն այն իմաստը անհիմն է։ Արդեն հիմա չկա ոչ քոյց խոսալը, ոչ էլ ինչ-որ բան անել։ Մեր վետերանների մաղթանք ընդհանուր հայ ազգին ցանկանում ենք ուրախ տարի լինի, դրական տարի լինի, պատերազմ չանի էլի, զոհեր չտանք։ Հարցը ցավալին է, որ մեր սերունդն է պակսում։ Բիզեկը որ զոհվեն, ոչինչ։ Բայց հիմնական ջահելությունն է, որը որ դա աշնա մեր հայ ազգի, քանի որ մենք պակասում ենք։ Մանավանդ այս 20 թիվը որ ջարդել է մեր ողնաշարը, օդից չեմ ասում, էլի, հիմնական սերունդը այսա նայեք բոլոր երիտասարդներին 18, 19, 20, որոնց նոր սկսում են կյանք մտնել, դա է ցավալի։ Ու իրանց հիշատակ վառ պիտի պահի, պետական մակարդակով, ոչ թե առհամարեն, այլ վառ պահեն, հիշեն, որ այստեղ իրանց համար են զոհվել, ոչ թե մենակ իրանց համար, դա է։ Ես ցանկանամ, որ մեր ազգին խելքում միտք, թե կլինի ղեկավար կլինի, ժողովուրդ կլինի, խելքում միտք կլինի մտածեն ազգի մասին, երկրի մասին։